Ազգային ժողովում օրվա թրենդը էլեկտրաէներգիայի թանկացման հարցն էր։ Պատգամավորների հայտարարությունների գերակշռող մասը վերաբերում էր էլեկտրաէներգիայի թանկացման հայտին։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուկյանը կարծում է, որ խնդիրը համակարգային լուծման կարիք ունի, այսինքն միայն հեծը չէ, որ վատ է կառավարվում։ Մենք խնդիրը համակարգային չենք քննարկում, եւ ես ցանկանում եմ վեր կանգնել նաեւ հեծերի խնդրից։ Ստեփան Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ տնտեսության վրա։ Նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է դատախազությանը քրեական գործ հարուցել հեծում չարաշահումները բացահայտելու համար։ Ինչու չի փորձում գտնել գողերին եւ քայլեր կատարել գողացվածը վերադարձնելու ուղղությամբ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի ցածր կարող է լինել, եթե համակարգից գողությունը բացառվի։ Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է առողջացնել ամբողջ շղթան։ Կորուստների չափը սակագնով նախատեսված է 11,2%, մենք ունենք 12,7% փաստացի, 1% կորուստը 5 միլիարդ դրամ է։ Ներքաղաքական անցուդարձից դուրս եկան Թևան Պողոսյանն ու Վահրամ Բաղդասարյանը։ Ժառանգական պատգամավորը Ռիգայի գագաթնաժողովից առաջ արձանագրեց, որ Հայաստանը չնայած եւ քաղաքականության հռչակողն է, բայց համապատասխան բարեփոխումներ չի անում։ Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց ստեղծել ընդդեմ ցեղասպանությունների միջխորհրդարանական պլատֆորմ եւ այդ ձևաչափով պայքարել ցեղասպանությունների դեմ։ Զորապարյան Ավետ Տավյան, ժամը լրատվական։